գործը ուղղակի աբսուրդային է եւ կապված է երևի իմ Հայաստանից 3 օրում մեկնելու հետ, ուղղակի շատ արագ, ասենց 2 օրում գործ եմ ստեղծել, որտեղ 3 օր առաջ լրատվամիջոցների հարցմամբ ին վրա որևէ քրեական գործ չկար, հետո 1 օր անց պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա, այդ գործով այո հրավիրվել եմ հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ, աբսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ թե ինչ ասեմ։ Դուք ավելի գործեայության հետ կապված ինչ-որ Գործեայության մասին ինչ-որ բան կուզենաք ասել։ Նայեք, ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը։ Վերջ։ Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։ Ուղղակի ստե խնդիրը հետևյալ է մեջ է, այն ժամանակվա սահմանադրությամբ 95 թվականի ընդունված սահմանադրությամբ նախագահ վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա պարտականություն էր նախագահի եւ ոչ թե հաստատում, ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետեւ քնիչի հետ խոսալուց ինքը փորձեց կիրառել այդ բառը, բայց դուք հաստատել եք որոշում։ Նախագահ չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջեր վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է եւ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ Սա ինձ հասկացաք տարբերությունը։ Եվ բոլոր կառավարության որոշումները 95 թվականից մինչև 2007 թվականները վավերացվում էին նախագահների կողմից։ Այդպիսին է սահմանադրական պահանջը։ Նշված գործի էության մեջ ինչքան դեր ունի այն, որ ձեր որդին հետագայում արդեն երբ դուք որևէ պաշտոն չէիք զբաղեցնում, ինչ որ մասնեբաժ է թե ձեռք բերել, թե որը կապ ունի այդ գործարքի հետ, ինչ որ կերպ առնչվել է դրան։ Գործի էության մեջ կա դրա մասին որևէ Ընդհանրապես ոչինչ բան չկա, որևէ կապ չկա։ 2009 թվականին այդ գործարքը կատարվեց այդ ընկերության հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում անկեղծ ասած sense մտնել մանրամասնությունների մեջ, որովհետև ոչինչ չեմ էլ տիրապետում։ Չեմ տիրապետում, չեմ էլ հասկանում, թե ինչ կապ ունի իմ վավերացումը այդ կառավարության որոշման, ինչ կապ ունի հետագա այդ զարգացումների հետ։ Որևէ կապ քրեական գործում ուղղակի չկա։ Եվ մի բան էլ ես այդտեղ անպայման ավելացնեմ, չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չի նախատեսում։ Չկա որևէ ընթացակարգ, որը նկարագրում է, թե ինչ է կատարվում կառավարության որոշման հետ, եթե դա չի վավերացվում։ Չկա ուղղակի այդպիսի որևէ օրենքով կամ սահմանադրությամբ արձանագրություն։ Գիտեք ինչին է նման, երբ օրինակ օրենք է ընդունում ազգային ժողովը, հետո նախագահ ստորագրում է այդ օրենքը հրապարակվում է։ Շատ նման է այդ գործընթացը, շատ նման է կառավարության որոշումների հետ։ Կառավարությունը այն կարգավորումներով ուղղակի սահմանադրության մեջ գրած էր, բաղկացած է կառավարությունը վարչապետի եւ նախարարների, բաղկացած է կառավարությունը եւ այսպես ասենք նախագահը կառավարության նիստերին, կառավարության որոշումներին ձայն չուներ։ Հենց սա էր տարանջատում նախագահի ինստիտուտը գործադիր իշխանությունից։ Նախագահը գործադիր իշխանության ղեկավարը չէր։ Եվ այդ որոշումները պատրաստվում էր կառավարության շրջանակներում, ընդունում էր կառավարության կողմից եւ կրկնեմ, ընդամենը վավերացվում էր նախագահի կողմից։ Եվ վավերացնելը չի նշանակում դու համաձայն ես, համաձայն չես, բովանդակության ընդհանրապես կարող ես ուղղակի դա կապ չունի, դու չես էլ մտնում այդ բովանդակության մեջ։ Եվ ավելին ասեմ, շատ հստակ գրած էր, որ պետական գույքի կառավարումը դա կառավարության պարտականությունն է, ոչ թե նախագահի։ Եվ սա որպես միայն փաստ հազարավոր որոշումներ է, ասենց ասեմ, 95 թվականից մինչև 2007 թվականը
Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ես որպես նախագահ վավերացրել ենք բոլոր կառավարության որոշումները, բոլոր անխտիր։ Չես կարող չվավերացնել, կրկնեմ, որովհետեւ չկա չվավերացման, այսպես ասենք, ինստիտուտ։ Եվ սա բերել կապել այս ամեն ինչի հետ։ Իրականում դա այն ժամանակվա կառավարության երբեմնից լավ որոշումն էր, որովհետեւ այդ որոշման շնորհիվ փրկվեց տենիսի զարգացման հանգամանքը ընդհանրապես։ Հակառակ դեպքում այդ տարածքում երևի մի 4-5-20 հարկանի շենք կկառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը։